կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում այն։ Կասկածի ворթը մեզ ներսից ուտելու է, մեզ ջհանդամը պետությունն է ուտելու։ Գյուղի, այսպես հիմա մենք չունենք, բայց ուչաստող ենք։ Այս գործը ի վիճակի է վճռականության դեպքում, ցանկության դեպքում բացել։ «1999 թվականի աշնանը Հայաստանի ազգային ժողովում տեղի ունեցավ երրորդ հանրապետության պատմության թերևս ամենաողբերգական իրադարձություններից մեկը։ Հաշված վայրկյանների ընթացքում սպանվեցին կառավարության եւ խորհրդանի ղեկավարները, օրենսդիրներ եւ նախարարներ։ Ճիշտ է, հոկտեմբերի 27-ից առաջ էլ Հայաստանում քաղաքական սպանություններ եղել էին, սակայն քչերի մտքով կանցներ, որ ահաբեկիչներն ի վիճակի են անարգել մուտք գործել պետական իշխանության խորհրդանիշ հանդիսացող շենքերից մեկը հարյուրավոր ականատեսների միացրած տեսախցիկների եւ ուղիղ ռադիոհեռարձակման պայմաններում սպանելով երկրի ամենաազդեցիկ պաշտոնյաներին։ 1999-ի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում աշխատում էր Ազատության խորհրդարանական թղթակից Ռուզան Խաչատրյանը։ Կառավարության հետ պատգամավորների հարց ու պատասխանը այսօր նույնիսկ կատակախառը մթնոլորտում էր անցնում։ Ենք աճեցրել, դա կարծում եմ դուրս եք բերում մեր երկրի համար։ Ոչ բոլորի մասին է խոսքս, բայց լավ կորիզ ունենք։ Վարչապետ Վազգեն Սարգսյանը մեր դիվանագիտական կորպուսի որակին վերաբերող հարցին էր պատասխանում մի քանի րոպե անց ժամը 17:30-ի մոտակայքում, երբ Վազգեն Սարգսյանն արդեն զբաղեցրել էր նիստերի դահլիճում իր տեղը, դահլիճի առաջին մուտքից քիչ ներս որոտալից կրակահերթ հնչեց։ Նշանակետը վարչապետն էր։ Սրիկաներ, ցուցեք գալը, ով իրավունք է ցուցեք, թե չէ շարունակենք սարքեցնեն։ Կարեն զգուշ։ Զգուշ։ Նայեք ինչ բան է ուզում ասել։ Դուր մոտենամ։ Երբ կրակահերթերը լռեցին, խորհրդանում հավատարմագրված լրագրողներից շատերը զարմանքով հայտնաբերեցին, որ հարձակումն իրականացրած խմբի ղեկավարին շատ լավ ճանաչում են։ Դա նախկին դաշնակցական, նախկին լրագրող, նախկին ուսանողական ակտիվիստ Նայիրի Հունանյանն էր։ Նա 97-ի վերջին էր միայն քառամյա բացակայությունից հետո Ղրիմից վերադարձել Հայաստան։ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, ազգային ժողովի փոխխոսնակներ Յուրի Բախշյանի եւ Ռուբեն Միրոյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի երեք պատգամավորների սպանությունից քիչ անց Հունանյանի զինված խմբի հետ միասին դահլիճում մնացին միայն պատանդարված նախարարները եւ պատգամավորները։ Լրագրողներին Հունանյանի խումբը բավական արագորեն ազատ արձակեց։ Մենք գնանք։ Այն, որ հոկտեմբերի 27-ը Հայաստանի համար պատմական օր է, դեռ խորհրդանում տեղի ունեցած ողբերգությունից շաբաթներ առաջ պարզ էր։ Առիթը միանգամայն այլ պետք է լիներ։ 1999-ի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովի շենքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա Էջմիածնի Մայր տաճարում հայ առաքելական եկեղեցու 132-րդ հովվապետին էին ընտրում։ Ազգային ժողովում տեղի ունեցածի մասին առաջին կծկտուր լուրը Էջմիածնում գտնվող պատվիրակներին եւ լրագրողներին հասավ ժամը 18-ի մատույցներում։ Այս պահից եկեղեցու դռներից դուրս խիստ լարված մթնոլորտ էր։ Չեմ կարող վստահ լինել, բայց եկեղեցի կարծես ոչ մեկին էլ չէին թողնում, որովհետև երբ արդեն ընտրված կաթողիկոս Գարեգին II-ը տեղեկացրեց լուրի մասին, եկեղեցում գտնվողների համար սա անակնկալ էր։ Տեղեկացա, որ պարլամենտում սպանված է մեր հանրապետության վարչապետը։ Չեմ գիտեր լուրը որքան ճիշտ է և ստուգված։ Ծանր վիրավորված է ազգային ժողովի նախագահ պարոն Դեմիրճյանը։ Ես չտեսա, բայց գործընկերներս հավաստիացրեցին, թե այս խոսքերից հետո էլ վեհափառին ինչ-որ բան ասացին, որից հետո Գարեգին II-ն արդեն կոչ արեց վարչապետ Վազգեն Սարգսյանի համար հոգեհանգստի աղոթք կարդալ։
Այն նույն ժամերին, երբ Էջմիածնում նոր կաթողիկոս էին ընտրում, իրադարձությունները ազգային ժողովում սրընթաց կերպով էին զարգանում։ Քանի դեռ Նաիրի Հունանյանի խումբը ազգային ժողովի դահլիճում 100-ից ավելի պատանդ էր պահում, հայաստանյան իրավապահ կառույցները կաթվածահար վիճակում էին։ Ներքին գործերի նախարարության ղեկավար Սուրեն Աբրահամյանը, որ հարձակման պահին ազգային ժողովի նիստերի դահլիճում էր եղել, կրակոցների պահին կարողացել էր դուրս գալ այնտեղից։ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանն ընդհանրապես քաղաքում չէր, մեկնել էր Հորադիս։ Ստեղծված իրավիճակում միակ ուժային կառույցը, որն ի վիճակի եղավ արագորեն կողմնորոշվել եւ իրեն ոչ բնորոշ իրավապահ գործառույթներ որդեգրել, բանակն էր։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակային ստորաբաժանումները վերահսկողության տակ վերցրեցին Երևան տանող հիմնական մայրուղիները։ Ազգային ժողովի տարածքը շրջափակվեց ռազմական ոստիկանության ծառայողների կողմից։ Նշեմ ի դեպ, որ Նաիրի Հունանյանի խմբի անդամները հավեկչության առաջին իսկ րոպեներից հույսեր էին փայփայում, թե իրենց գործողությունը ժողովրդական լայն զանգվածների աջակցությանը կարժանանա։ Նաիրի Հունանյանը լրագրողներից դահլիճից դուրս թողնելու պահին կոչ արեց. «Դուրս եք գալիս, շուտ ժողովրդին ասում եք, եկեք ազգային ժողով»։ Ավտոմատավորներն այսպիսի արտահայտություններ էին անում. «Մեր ազգը վերացնում են, պրծնում է, արա, շուտ արեք»։ Իսկ ավելի ուշ, երբ վերջապես վիրավորներին թույլ տվեցին տեղափոխել, դահլիճի բարձրախոսից լսվում էր Հունանյանի սպառնալիքը պատգամավորներին. «Ժողովրդին կոչ արեք, թող գան»։ Ժողովուրդ ազգային ժողովի դարպասների մոտ հավաքվել էր, բայց ոչ թե կոչին անսալով, այլ տեսնելու, իմանալու, թե ինչ է կատարվում ազգային ժողովում։ Մեծ մասն էլ ներսում գտնվող падգամավորների ու կառավարության անդամների հարազատներն էին, որոնք եկել էին փութով տեղեկանալու ներսում գտնվողների վիճակի մասին։ Մի խումբ զինված անձինք տակավին անհայտ պայմաններում ներխուժել են ազգային ժողովի շենք, ապա դահլիճ եւ անկանոն կրակ բացել։ Հայաստանցիների մեծ մասն այդ ժամերին տանն էր, գամված հեռուստացույցի էկրաններին։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան մարզերի մեծ մասում տեղեկատվական վակուում էր։ Երևանից դուրս բնակվող հայաստանցիների տեղեկատվության հիմնական աղբյուրը ազգային հեռուստատեսությունն էր, ՀՄԿ-ը։ Այս հեռուստաալիքը, որտեղ ի դեպ պայմանագրային հիմունքներով 1998-ի սեպտեմբերից մինչև 99-ի փետրվարն աշխատել էր Նաիրի Հունանյանը, հարձակումից հետո միայն պաշտոնական կծկտուր հաղորդագրություններ էր հեռարձակում։ Երևանցիներն ավելի շահեկան վիճակում էին, մայրաքաղաքում անկախ հեռուստաընկերություններ եւս կային, որոնց հաղորդած տեղեկատվությունն անհամեմատ ավելի հարուստ էր։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան, սակայն մրցակցությունից դուրս էր Ամեկ Պլյուսը, որի լրագրողներին հաջողվեց անգամ հեռախոսային հարցազրույց վերցնել Նաիրի Հունանյանից։ Այդ հարցազրույցում էր, որ Հունանյանը պնդում էր, ազգային ժողովի դահլիճում արձանագրված զոհերի նման մեծ թիվ իրենք չէին նախատեսել։ Նախագահության արդյունքը տեխնիկական մտածումներ հապուստի, ասենք, հետ ավոր ցավալի բանա, որ շատ պատահական զոհեր են եղել։ Օրինակ, կարող եք ասել ով էր այդտեղ պատահական։ Բացի Սարգսյան։ Բոլորը պատահական էին։ Սկսենք։ Հասկանալու համար, թե ինչու էր Նաիրի Հունանյանի խումբը հենց վարչապետ Վազգեն Սարգսյանին թիրախավորել, նախ եւ առաջ պետք է վերհիշել ներքաղաքական այն վիճակը, որ ստեղծվել էր Հայաստանում 90-ականների վերջին։ Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի հարցարծումը ընդամենը պատրվակ էր։ Արտարոց ոչինչ տեղի չի ունեցել։ Պարզապես Հայաստանում խաղաղության եւ արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել։ 1998-ի իշխանափոխությունից հետո հայաստանյան իշխանությունը երկփեղկված էր։ Մի կողմում նախագահական թևն էր, որի կորիզը կազմում էին Ղարաբաղից Հայաստան տեղափոխված պաշտոնյաները, մյուս թևում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի աջակիցները։ 99-ի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում այս թևերից մեկը կարողացավ լուրջ առավելություն ձեռք բերել մյուսի հանդեպ։ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ստեղծած միասնություն դաշինքն այդ ընտրությունների արդյունքում իր ձեռքում կենտրոնացրեց կառավարման լծակների մեծ մասը։ Դա էր թերևս պատճառը, որ երևանյան թերթերն այդ օրերին նախագահ Քոչարյանին անընդհատ համեմատում էին անգլիական թագուհու հետ։ Միասնության առաջնորդների սպանությունն իշխանական համակարգում մի հսկայական դատարկ դաշտ էր ստեղծում, որը պետք է լրացներ կամ իշխանության այսպես կոչված Ղարաբաղյան թևը, կամ էլ Վազգեն Սարգսյանի թիմը։ Վերջինիս ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ի երեկոյան ազգային ժողովում էին։ Ահաբեկչությունից մոտ 3 ժամ անց խորհրդարան ժամանեց նաև Ռոբերտ Քոչարյանը։ Նախագահի մերձավոր զինակիցը ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը Հորադիզից Երևան հասավ կեսգիշերին մոտ, խորհրդարանի մատույցներում առանձնակի ջերմ ընդունելության չարժանանալով։ Սերժ Սարգսյանի մեքենան մոտեցավ Դեմիրճյանի կողմից խորհրդարանի դարպասներին եւ մի քանի րոպե դարպասները չէին բացում։ Նույնիսկ հոխորտանքով այնտեղից ասում էին, թե երբ
թե պետք լինի կբացենք, գուցե կարող է եւ չբացենք, այդ մի քանի րոպե տևած այդպիսի բանավեճից հետո ի վերջո դարպասները բացեցին ու Սերժ Սարգսյանի մեքենան ներս անցավ։ Ազգային ժողովի տարածքը հսկող զինվորականների նման վերաբերմունքը Սերժ Սարգսյանի հանդեպ թերևս պատահական չէր։ Նայիրի Հունանյանի խմբի հարձակումից մի քանի ժամ անց արդեն օդում թևածում էր հիմնական այդ հարցը. ինչու ազգային անվտանգության նախարարությունը չկարողացավ կանխել երկրի քաղաքական ղեկավարության սպանությունն, այն էլ մի իրավիճակում, երբ Նայիրի Հունանյանն աշխարհի ամենագաղտնապահ մարդու համբավը հաստատ չուներ։ Նովայե Վրեմյա թերթը Նայիրի Հունանյանի մասին գրում է. դեռ ուսանողական տարիներին նա աչքի էր ընկնում հայացքների ծայրահեղությամբ ու հեղափոխական ռոմանտիկի ֆանատիզմով։ Նրան մոտից ճանաչողները պնդում են, որ վերջին կես տարում Նայիրին մշտապես խոսել է իշխանության հանդեպ ուժ կիրառելու անհրաժեշտության ու երկրի ղեկավարության ֆիզիկական վերացման մասին։ Հոկտեմբերի 27-ի ուշ երեկոյան Վազգեն Սարգսյանի թիմակիցների համար նաև մեծ անակնկալ էր այն նորությունը, որ Նայիրի Հունանյանն ամիսներ շարունակ եղել է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում։ Վազգեն Սարգսյանի մերձավոր թիմակից Վահան Շիրխանյանը 2019-ի գարնանը հրապարակած բացնամակում պնդում էր, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան ազգային անվտանգության փոխնախարար Գորիկ Հակոբյանն իրեն, Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ջահանգիրյանին ներկայացրել է Նայիրի Հունանյանի անձնական գործը։ Նախաքննության փուլում արդեն հայտնի դարձավ, որ Հունանյանը ազգային ժողովում սպանդ կազմակերպելու մտադրության մասին արտահայտվել է ազգային անվտանգության նախարարության առնվազն մեկ գործող սպայի ներկայությամբ։ Չնայած այս ամենին, սակայն Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ից օրեր անց շարունակում էր պնդել. իր ղեկավարած կառույցը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը կանխել չէր կարող։ Որևէ անգամ որևէ տեղեկություն չենք ստացել նախապատրաստվող այդ ոչրագործության վերաբերյալ։ Հավատացնում եմ, որ եթե մենք որևէ տեղեկություն ստանայինք, անպայման անմիջապես եւ adekvat միջոցներ ձեռնարկեինք։ Կեսգիշերից հետո բանակցություններն ազգային ժողովում շարունակվում էին։ Նայիրի Հունանյանի պահանջը մեկն էր, նա ցանկանում էր, որպեսզի իր հետ բանակցի անձամբ Ռոբերտ Քոչարյանը։ Քոչարյան Ռոբերտը գա, նախագահը։ Նա չի գա։ Իսկ եթե չգա։ Եթե չգա, մենք առանց իրա ստիպած կլինենք, որոշել է ազգի ճակատագիրը։ Գալիս է այստեղ, միասնաբար ոչ մեկ իր անձին վտանգ չի սպառնում, միասնաբար բոլորի հետ միասին որոշենք մեր երկրի ապագան։ Կամ թեկուզ ալիքը թող գա սկզբից։ Ալո, բարոյ Սկզբում ահաբեկիչների հետ բանակցում էր նախագահի աշխատակազմի ղեկավարը, Նայիրի Հունանյանին ուսանողական տարիներից լավ ճանաչող Ալեքսան Հարությունյանը։ Հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան Քոչարյանն ի վերջո հանդիպեց Հունանյանին։ Հատուկ ծառայություններն արդեն ավելի քան 20 տարի է, ինչ պնդում են, որ այդ հանդիպումը ոչ տեսագրվել է եւ ոչ էլ ձայնագրվել։ Այդ հանդիպումից մի քանի ժամ անց պատաններն ազատ արձակվեցին, իսկ Նայիրի Հունանյանի խմբի անդամները տեղափոխվեցին ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարան։ Այդ պահից սկսած ինչու չկանխվեց ահաբեկչությունը հարցին ավելացավ եւս մեկը, որն էր Նայիրի Հունանյանի խմբի իրական նպատակը եւ արդյոք նրա թիկունքում այլ ուժեր կային։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան արդեն ակտիվորեն սկսեց շրջանառվել այն տեսակետը, որ Նայիրի Հունանյանի խումբը միայնակ էր գործում։ ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը նրանց նույնիսկ մի խումբ ռոմանտիկներ անվանեց։ Տպավորությունն այն է, որ երիտասարդների մի հատ խումբ ինքնուրույն որոշում են ընդունել եւ փորձել են իրականացնել այդ որոշումը։ Շուտ է դեռ մեկնաբանել, բայց մի բանը հաստատ է, որ տեղի են ունեցել ողբալի դեպքեր, մյուս կողմից էլ Հայաստանային վիճակում էր, որ ուշ թե շուտ ինչ-որ մի բան ոնց որ դեպի պայթ է։ Վազգեն Սարգսյանի կառավարության այսպես ասած քոչարյանական թևը ներկայացնող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի համոզմամբ էլ երկրի բարձրագույն 3 ղեկավարներից երկուսին գնդակահարած խմբի անդամները այնքան էլ լավ չէին պատկերացնում, թե ինչ են անում։ Ոչ շատ կշռադատված, ոչ շատ հիմնավորված, էմոցիաների վրա կառուցված հիմնականում քայլ էր, իրենց համար անսպասելի մի քիչ էր, մասսայական փսիխոզն է, չէ՞, ազդում, երբ մարդ գնում է կտրուկ քայլերի, իրենց անկախ մեկ է ցույցում ավելի կտրուկ բաներ անել։ Մի երկու խոսք ասեք, հա։ Պարոն Լոքյան։ Մեջ միկրոֆոն։ Մի երկու բան ասեք։ Չացածա, ինչի մասն։ Դաշնակցականները հարձակումից արդեն հաշված ժամեր անց փորձում էին հստակորեն տարանջատվել Նայիրի Հունանյանից նախկին կուսակցական ընկերոջը ամենամուգ գույներով ներկայացնելով։ Վահան Հովանիսյան։ Довольно гадкий, конечно, он был мужик. Я считаю, что это была группа просто больных людей. Միայն կոմունիստների առաջնորդ Սերգեյ Բադալյանն էր, որ հոկտեմբերի 28-ի առավոտյան միանշանակորեն հայտարարում էր. Հունանյանը միայնակ չի գործում։ Գիտեք ինչ, շատ միամիտ կլինեինք, եթե համարենք, որ դա միայն այդ 5 հոգու գործն է։ Ես այդպես չեմ համարում, բոլորովին։ Եվ այդպես չեն համարում նաև
այն մարդիկ առավելից, որոնք դահլիճում եղել են։ Այնպես որ սա լուրջ դավադրություն է փաստորեն հեղաշրջում կատարելու ցանկությամբ։ Հայկոնկուսի ղեկավարի տեսակետն ամբողջությամբ համընկնում էր Վազգեն Սարգսյանի թիմակիցների մոտեցումներին։ Հոկտեմբերի 28-ի կեսօրին վարչապետի մերձավոր շրջապատը հիմնականում բարձրաստիճան զինվորականներ, գլխատված կառավարության վազգենական թևը, երկրապահները, ինչպես նաև մի շարք արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, այդ թվում Հայոց համազգային շարժման առաջնորդ Վանո Սիրադեղյանը, հավաքվել էին Պաշտպանության նախարարության այն ժամանակ աշտարակի խճուղու վրա գտնվող շենքում։ Ընդամենը մի քանի ժամում Վազգեն Սարգսյանի շրջապատը հատուկ ծառայությունների անգործությունից եւ Հունանյանի խմբի միայնակ գործելու մասին ակտիվացող խոսակցություններից խիստ նյարդայնացած կարողացավ ուժային երկրորդ կենտրոնը ստեղծել, փաստորեն հակակշռելով Բահրամյան 26-ին։ Ահաբեկչության հաջորդ օրն արդեն զինված ուժերի հրամանատարական կազմը հանդես եկավ կոշտ շեշտադրումներով մի հայտարարությամբ, պահանջելով պաշտոնանկ անել ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարներին, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցը համարվող գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Վերջինիս բարձրաստիճան սպայակազմը քննադատում էր Վազգեն Սարգսյանի զինակիցներ Վահրամ Խորխորոնու եւ Արծրուն Մարգարյանի սպանությունների նախաքննության փաստացի տապալման համար։ Վազգեն Սարգսյանի մերձավորագույն ընկերների ներառող քաղաքական ու զինվորական շրջանակները արժեում կատարվածը դիտում են որոշակի պատճառահետևանքային կապի մեջ, այլ ոչ որպես ողբերգական պատահար։ Պաշտպանության նախարարությունում գումարված խորհրդակցության մի մասնակից, որը ցանկացավ անհայտ մնալ, որոշ մանրամասներ փոխանցվեց քննարկումից։ Զրույցակցից հավաստիացմամբ գնահատականներ են տրվել նաև Վահրամ Խորխորոնու, Արծրուն Մարգարյանի սպանություններին։ Դրանք որակվել են որպես Վազգեն Սարգսյանի շուրջը դատարկ տարածություն թողնելու մտածված ծրագրի հետևողական կիրարկում։ Երեք ուժայիններին պաշտոնանկ անելու պահանջին ավելացել է մի անուն ևս՝ Միասնություն դաշինքի նախագահ Անդրանիկ Մարգարյանինը։ Բանն այն է, որ հրամանատարակազմի տվյալներով պարոն Մարգարյանին նախագահ Քոչարյանը տեսնում է ազգային ժողովի խոսնակի թափուր մնացած տեղում, իսկ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին վարչապետի պաշտոնում։ Հրամանատարակազմը դեմ է թե Վազգեն Մանուկյանին եւ թե Անդրանիկ Մարգարյանի թեկնածությանը։ Պաշտպանության նախարարությունում ձևավորված կարծիքի համաձայն իշխող կուսակցության նախագահի պահվածքը վարչապետի մահվանից հետո 180 աշյանով թեքվել է։ Ապագա վարչապետ 99-ի հոկտեմբերին Միասնություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանից բանակային հրամանատարության դժգոհությունները թերևս օրինաչափ էին։ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգությունից հետո Մարգարյանը գերադասում էր շփվել իշխանության նախագահական թևի հետ, երբեմն նաև իրեն իրավունք վերապահելով սրբագրել բանակայինների դիրքորոշումը։ Դա ոչ թե պահանջում է, այլ ընդամենը նախագահային առաջարկ է։ Դրանք տարբեր խնդիրներ են եւ հարկավոր չի արհեստականորեն խնդիրներ ստեղծել բանակի եւ նախագահի միջեւ խնդիրներ գոյություն չունեն։ Վազգեն Սարգսյանի թիմակիցները նախ եւ առաջ բարձրաստիճան սպայակազմը սակայն հակված չէին կարծել, թե իրենք նախագահ Քոչարյանի հետ խնդիրներ չունեն։ Հոկտեմբերի վերջին օրերին արկա հիմնական խնդիրը հենց ուժայինների հրաժարականն էր, որին նախագահականում ընդդիմանում էին բոլոր հնարավոր միջոցներով, հասկանալով, որ հատկապես Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը էապես կթուլացնի Ռոբերտ Քոչարյանի դիրքերը։ Հայկական ժամանակ թերթը պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից տեղեկացվել է, թե երեք երեկոյան հանրապետության նախագահին ըստավադից զանգել են եւ տեղեկացրել, որ Ռոբերտ Քոչարյանը որոշել է այնուամենայնիվ ընդունել նշված երեք պաշտոնյաներին զբաղեցրած պաշտոններից ազատելու առաջարկը եւ որ 1 ժամվա ընթացքում հրամանագրերը կընթերցվեն ազգային հեռուստատեսության եթերից։ Նման բան, ինչպես գիտեք, տեղի չի ունեցել, ինչը պորտկումներ է առաջացրել բանակի հրամանատարության շարքերում, որոնք մի պահ ցանկացել են դիմել կտրուկ միջոցների։ Գործողությունները կանխվել են մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերով։ Ուժայինների հրաժարականի մասին այդպես էլ չստորագրված հրամանագիրն ի դեպ միակ հակասական ազդակը չէր, որ այդ օրերին ստացվում էր Բահրամյան 26-ից։ Ահաբեկչական հարձակումից 2 օր անց պետության միակ ողջ մնացած ղեկավարը սկսեց խոսել պաշտոնից հեռանալու իր մտադրության մասին։ Ոմանք դա անցալում էին որպես Քոչարյանի դիրքերի աննախադեպ թուլացման վկայություն, ոմանք էլ որպես բլեֆ եւ նույնիսկ քաղաքական շանտաժ։ Այս հայտարարություններից քիչ անց սակայն նախագահական թևից սկսեցին կտրականապես հերքել, թե Քոչարյանը ընդհանրապես պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Հավաստի աղբյուրների համաձայն հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ազգային ժողովի եւ կառավարության բնականոն գործունեությունը վերականգնելուց հետո ինքը հրաժարական կտա։
Այդ մասին նա հայտնել է ազգային ժողովի խմբակցությունների, խմբերի եւ մշտական հանձնաժողովների նախագահների հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասնակիցներից մեկի Կոմկուսի խմբակցության ղեկավար Սերգեյ Բադալյանի խոսքերով ամենայն դեպս ես համարում եմ դա լուրջ խոսակցություն չի այս պահի համար, որ այսօր այս պահին դրա մասին խոսելը չի կարելի, առայժմ չի կարելի։ Այս հայտարարություններից քիչ անց, սակայն նախագահական թևից սկսեցին կտրականապես հերքել, թե Քոչարյանն ընդհանրապես պատրաստվում է հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Վահե Գաբրիելյան, նախագահի մամուլի քարտուղար։ Նման բան չի նախապատրաստվում։ Բայց նախագահն ասել է, որ իրավիճակից դուրս գալու հարցերը կարգավորվելուց հետո, երբ բնականորեն աշխատեն կառավարությունն ու ազգային ժողովը, ինքը հրաժարական կտա։ Ոչ, այդպես չի ասվել։ Իսկ ինչպես է ասվել։ Նախագահի հրաժարականի մասին խոսք չկա։ Այսինքն այդ հարցը շարունակություն չունի։ Ես չգիտեմ այդ հարցը ինչ ձևով է շոշափել, թե չէ, նման հարց դրված չի, նախագահ հրաժարական տալու մտադրություն չունի։ Я похож на человека, с которым можно разговаривать языком ультиматума. Я думаю, вся моя биография говорит о том, что такие разговоры со мной, они к позитивному результату никогда не приведут. Հոկտեմբերի 27-ի զոհերի հուղարկավորությունը տեղի ունեցավ նման անառողջ մթնոլորտում՝ մի կողմից նախագահականից հնչող ապակողմնորոշող, երբեմն կեղծ հայտարարությունների ու խոստումների, մյուս կողմից զինվորականների կոշտ պահանջների ու վերջնագրերի ֆոնին։ Հոկտեմբերի 31-ին հազարավոր մարդիկ դուրս եկան Երևանի փողոցներ, վերջին հրաժեշտը տալով Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին, հարձակման մյուս զոհերին։ Պետական գործիչների հուղարկավորությունը զինված ուժերի ազդեցության կտրուկ աճի ևս մեկ խոսուն վկայությունը դարձավ։ Ժամը 14:30-ի մայթույցներում Վազգեն Սարգսյանի աճյունը դուրս բերեցին օպերայի շենքից եւ դրեցին ծաղիկներով զարդարված զրահամեքենայից կապված հրանոթի վրա։ Զինվորական համազգեստներով մի հոծ խումբ անմիջապես ուղեկցում էր Վազգեն Սարգսյանի աճյունը։ Թումանյան փողոցից դեպի Եռաբլուր տանող ճանապարհին սքոթափորը ուղեկցում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ ղեկավարությունը, Սամվել Բաբայանին նրանց մեջ չնկատեցինք եւ Հայաստանի կառավարության անդամներ։ Նախագահ Քոչարյանին ուղեկցող ԼՂՀ պատվիրակությունը ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը եւ ելի մի քանի նախարարներ բարձր սպայակազմից մի փոքր ավելի հետ էին։ Արդեն Պանթեոնի մոտ հավանաբար պաշտպանության նախարարության անունից խոսք ասած փոխնախարար Գեգամ Հարությունյանը, խոսք ասաց նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 99 թիվը ոնց որ մեր ժողովրդի համար սև տարի դուրս եկավ։ Եվ իմ համար հատկապես, որովհետև այսօր ես հողին եմ հանձնում իմ երկրորդ եղբորս։ Աճյունը հողին հանձնելուց հետո բարձր սպայակազմը բավական երկարատև մի հավաք անցկացրեց, որին մասնակցում էր նաև Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը, որ մտերիմ էր Վազգեն Սարգսյանի հետ։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հեռացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակության հետ։ Նոյեմբերի սկզբին արդեն ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի ընթացքում նոր ղեկավարներ ընտրեց։ Կարեն Դեմիրճյանի սպանությունից հետո թափուր մնացած խոսնակի պաշտոնը զբաղեցրեց ՀԺԿ-ական 98-ի նախագահական ընտրությունների ժամանակ Դեմիրճյանի նախընտրական շտաբը ղեկավարած Արմեն Խաչատրյանը։ Փոխխոսնակներ ընտրվեցին Հանրապետական Տիգրան Թորոսյանը եւ ՀԺԿ-ական Գագիկ Ասլանյանը։ Եվ եթե խորհրդանի նոր ղեկավարության ընտրությունը համեմատաբար հանդարտ անցավ, ապա կառավարության նոր կազմի ձևավորումը Բաղրամյան 26-ի եւ Վազգեն Սարգսյանի թիմակիցների միջև լարվածության նոր աճի առիթ դարձավ։ Զինված ուժերի հրամանատարական կազմն օրեցօր ավելի մեծ կասկածներ էր տածում Քոչարյանի հանդեպ, ենթադրելով, որ ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգության հետքերը հենց նախագահական են տանում։ Նախաքննության հետագա ընթացքը ցույց կտա, որ զինվորականների կասկածներն այնքան էլ անհիմն չէին։ 99-ի նոյեմբերի սկզբին, սակայն բանակը երկու հիմնական պահանջ էր առաջ քաշում, առանձնապես չմտածելով դրանց քաղաքական փաթեթավորում տալու մասին։ Պաշտպանության նախարարությունը ոչ միայն պահանջում է ուժային նախարարների հրաժարականները, այլև հիմա շատ խոսակցություններ կան, որ նրանք կոնկրետ թեկնածուներ են առաջադրում։ Եվ ոչ միայն ուժային կառույցներում, եւ վարչապետի եւ ուժային կառույցների թեկնածուները նրանք կարծես թե արդեն կոպիտ կլինի ասել, բայց պարտադրում են հանրապետության նախագահին։ Հիմա էլ շատերը խոսում են, որ այս օրերին Հայաստանում սապոկի հոտ է գալիս։ Մի քանի օր տևած այս լարվածությունն ի վերջո հանգուցալուծվեց վարչապետի պաշտոնում փոխզիջումային թեկնածուի առաջադրմամբ։ Այս պահին դժվար է ասել, թե հատկապես ում մտքով է անցել վարչապետի պաշտոնի համար առաջ քաշել Վազգեն Սարգսյանի եղբոր։
Արամ Սարգսյանի տեխնատությունը։ Առնվազն 2 աղբյուր է նշվում, այդ թվում գեներալ Մանվել Գրիգորյանին, որը ավելի շատ հայտնի է Էջմիածնի Մանվել անունով։ Չեմ կարող ասել, թե դրանք որքանով են հավաստի, բայց այն փաստը, որ այսօր Արամ Սարգսյանը Կարեն Դեմիրճյանի շիրիմին է այցելել Էջմիածնի Մանվելի եւ Հոկտեմբերյանի Սեյրանի ջոկատների ուղեկցությամբ, ցույց է տալիս, որ նա վայելում է հեղինակավոր զինվորականների աջակցությունը։ Ամեն դեպքում միասնության դաշինքում միայն Արամ Սարգսյանի տեխնատությունը չի քննարկվել։ Այդ մասին մեր զրույցում ասաց ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Ասլանյանը։ Եվ Արամ Սարգսյանը, եւ Սմբատ Հայվազյանը, եւ Ալբերտ Բազարյանը, եւ Շիրխանյանը։ Նշանակման օրն արդեն ակնհայտ էր։ Արամ Սարգսյանը քաղաքական որևէ փորձառությունից զուրկ է։ Մինչև վարչապետի պաշտոնում նշանակվել է, նա զբաղեցնում էր Արարատի ցեմենտի գործարանի ղեկավարի պաշտոնը։ Վազգեն Սարգսյանի զինակիցների համար նրա եղբոր վարչապետի պաշտոնում նշանակումը յուրատեսակ երաշխիք էր, որ նոր կառավարությունն ակտիվորեն ձեռնամուխ կլինի նախ եւ առաջ հոկտեմբերի 27-ի բացահայտմանը։ Իշխանության քոչարյանական թևը Արամ Սարգսյանի նշանակումը թերևս որպես մարտավարական զիջում էր դիտարկում, որ պետք է հնարավորություն տար հանդարտեցնել կրքերը եւ բանակի հետ խորացող հակամարտության պայմաններում գոնե մի փոքր ժամանակ շահել։ Հաշվարկն արդարացավ։ Նոյեմբերի 10-ին ազգային ժողովի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ Արամ Սարգսյանը հանդես եկավ առաջին հրապարակային ելույթով, մի կողմից արդարացնելով զինված ուժերի գործողությունները հոկտեմբերի 27-ին, մյուս կողմից իր եղբոր ընկերներին հանդարտության կոչ անելով։ Կարծում եմ բանակը որոշ առումով այդ օրերին կայունացնող գործոնի դեր կատարեց։ Կարծում եմ, որ բանակն արժանի է ավելի մեծ ուշադրության։ Շեշտում եմ, որ բանակը չպետք է դուրս գա քաղաքական դաշտ, չպետք է խառնվի ներքաղաքական գործընթացներին եւ ինչպես ասում են, պետք է մնա զորանոցներում։ Կարելի է ենթադրել, որ դուք բացառում եք արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը։ Ես մի անգամ էլ հարցին հարցով պատասխանեցի, իսկ ինչու պետք է լինի արտահերթ նախագահական ընտրություններ։ Եթե կան դրա համար օբյեկտիվ, սուբյեկտիվ պայմաններ, խնդրում եմ ինձ ասեք։ Եթե ոչ, գիտեք, ինձ թվում է օպոզիցիա չկա նախագահի դեմ։ Ինձ թվում է չկա օպոզիցիա նախագահի դեմ։ Հիմնականում թերթային կարծիքներ են, մեկնաբանություններ, որոնք իրենց իմաստով բուլվարային խոսակցություններ են։ Նոր կառավարության ձևավորման շուրջ քննարկումների եւ աղմկալի հրաժարականների սպասման մթնոլորտում հոկտեմբերի 27-ի գործի նախաքննությունն արձանագրեց առաջին շոշափելի արդյունքները։ Նախաքննությունն ի դեպ պարում էր Վազգեն Սարգսյանի մերձավոր զինակիցներից մեկի Գագիկ Ջահանգիրյանի ղեկավարած զինվորական դատախազությունը։ Հենց այս կառույցն էր, որ ազգային ժողովի վրա հարձակումից մոտ 10 օր անց պաշտոնապես հայտարարեց, որ Նաիրի Հունանյանի խումբը առնվազն 1 հանցակից է ունեցել հենց ազգային ժողովում, падգամավոր Մուշեղ Մովսիսյանը։ Մովսիսյանն այսպես կոչված ապաքաղաքական падգամավորների թվին էր պատկանում։ Լայն հանրությանը նա հայտնի էր որպես Առաքել Մովսիսյանի, ոչ անհայտ Շմայսի եղբայր։ 1999-ի աշնանն ի դեպ Շմայսն արդեն մի քանի ամիս է ինչ քննչական մեկուսարանում էր մի շարք տնտեսական եւ զուտ քրեական հոդվածներով։ Երևանյան մամուլի տեղեկություններով մինչև ձերբակալությունը Շմայսը սերտ շփումների մեջ էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ 90 կողմ 6 ձեռնպահ եւ ոչ մի դեմ ձայներով ազգային ժողովն այսօր համաձայնություն տվեց հանրապետության գլխավոր դատախազի միջնորդությանը падգամավոր Մուշեղ Մովսիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու եւ դատարանի քննությանը միջնորդություն ներկայացնելու համար։ Նիստերի դահլիճին կից միջանցքում նրան ձեռնաշղթաներ հագցրին եւ ազգային ժողով ժամանած սև դիմականավոր զինված պահակախմբի ուղեկցությամբ տարան։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդության մեջ նշեց, որ քրեական գործի նախաքննության մարմինը բավարար ապացույցներ է ձեռք բերել, որ Նաիրի Հունանյանի եւ նրա ղեկավարած հանցախմբի հոկտեմբերի 27-ին իրագործած ահաբեկչական գործողությունը նախապատրաստվել եւ իրականացվել է Մուշեղ Մովսիսյանի հանցակցությամբ։ Դեռևս 99 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Մուշեղ Մովսիսյանը ծանոթացել է Նաիրի Հունանյանի հետ, իսկ առաջին հանդիպումից սկսած նրանց միջև ձևավորվել են ընդհանուր հայացքների եւ գաղափարախոսության վրա հիմնված մտերիմ փոխհարաբերություններ։ Ըստ գլխավոր դատախազի, իրենց բազմաթիվ հանդիպումների ժամանակ Մովսիսյանը Նաիրի Հունանյանին առաջարկել է սպանել Վազգեն Սարգսյանին եւ նրա հետ հանցավոր համաձայնության գալով առաջարկել է ահաբեկչական գործողությունն իրականացնել ազգային ժողովի նիստերի դահլիճում այն օրը, երբ այնտեղ կլինեն վարչապետն ու կառավարության անդամները։
Ազգային ժողովում Աղվան Հովսեփյանի այս ելույթը նրա որպես գլխավոր դատախազ առաջին պաշտոնավարման ընթացքում վերջին հրապարակային հայտնությունն էր։ Հովսեփյանը դեռ կվերադառնա գլխավոր դատախազի աշխատասենյակ տարիներ անց։ 1999-ի նոյեմբերին, սակայն Ռոբերտ Քոչարյանը ստիպված էր տեղի տալ Վազգեն Սարգսյանի շրջապատի ճնշմանը, զոհաբերելով թե գլխավոր դատախազին եւ թե ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանին։ Գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվեց Վազգեն եւ Արամ Սարգսյանների համերկրացի Բորիս Նազարյանը։ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարների պարագայում կառավարությունն ու Քոչարյանն ի վերջո համաձայնության եկան այսպես կոչված ապաքաղաքական տեխնիկական տեխնացուների շուրջ։ Դեռ հոկտեմբերի 27-ի երեկոյան հրաժարական ներկայացրած Սուրեն Աբրահամյանի փոխարեն ներքին գործերի նախարար նշանակվեց Հայկ Հարությունյանը։ Ազգային անվտանգության նախարարի պաշտոնը ստանձնեց Կառլոս Պետրոսյանը։ Սերժ Սարգսյանը լքեց անվտանգության նախարարությունը, տեղափոխվելով Բաղրամյան 26 Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավար եւ անվտանգության խորհրդի քարտուղար։ Սերժ Սարգսյանի այս նշանակումից հաշված շաբաթներ անց ակնհայտ դարձավ նախագահական թևի դիրքերը գնալով կարծրանում են։ Քոչարյանն ու իր թիմը չեն հեռանալու եւ պայքարելու են մինչեւ վերջ։ Ռոբերտ Քոչարյանը նպատակ չունի հրաժարական տալու կամ ընդհանրապես նրա մտքով չի անցնում։ Սերժ Սարգսյանը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինեց Ալեքսան Հարությունյանին, որն էլ տեղափոխվեց նախագահի խորհրդականի հաստիքին։ Հարությունյանն այն ժամանակ համարվում էր Քոչարյանի ամենամերձավոր զինակիցներից մեկ, նախագահի շուրջ ձևավորված շատ սակավամարդ շրջանակի կարևոր անդամ։ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Գիշի գյուղում ծնված ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ Հարությունյանը 99-ին ընդամենը 34 տարեկան էր։ Նա սակայն արդեն իսկ հասցրել էր Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք աշխատել որպես նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հետագայում տեղափոխվել էր Ֆրանսիա 3 տարի պաշտոնավարելով Փարիզում Հայաստանի դեսպանատանը։ Հետագայում աշխատել էր նաև որպես Երևանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ։ 1997-ի գարնանից Ալեքսան Հարությունյանը Քոչարյանի կողքին էր, սկզբում որպես կառավարության, ապա նախագահի աշխատակազմի ղեկավար։ Հոկտեմբերի 27-ի երեկոյան Նայիրի Հունանյանի հետ Քոչարյանի հանձնարարությամբ եւս Ալեքսան Հարությունյանն էր բանակցում։ 99-ի դեկտեմբերին, սակայն Ռոբերտ Քոչարյանի թիմի առանցքային այս անդամի գլխավերևում ամպեր էին կուտակվում։ Նախաքննական մարմինը պնդում էր, որ Նայիրի Հունանյանի խմբի գլխավոր ուղղորդողը հենց Ալեքսան Հարությունյանն էր։ 99-ի դեկտեմբերին արդեն պարզ էր, նախաքննության նման ընթացքը շփոթեցրել է նախագահի շրջապատին։ Շրջանառության մեջ են դրվել զանազան լուրեր, որոնք առնչվում են նաև Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանի անվանը։ Չցանկանալով, որ իր գրաված դիրքը որևէ կերպ խոչընդոտի անաչառ քննության անցկացմանը, պարոն Հարությունյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։ Քոչարյանը հրաժարականի դիմումն ընդունեց իշխանության ներսում, սակայն կրքերը չէին հանդարտվում։ Հայկական ժամանակի լրատվությամբ երեկոյան տեղի ունեցել անվտանգության խորհրդի նիստ, իսկ թե ինչքանով այդ նիստը կապվում Ալեքսան Հարությունյանի շուրջ բարձրացած աղմուկի հետ, պաշտոնական աղբյուրներից պարզել չի հաջողվել, սակայն մեջբերում եմ Ալեքսան Հարությունյանի շուրջ ծավալված աշխուժության արդյունքում երեկոյան վիճակը Երևանում բավականաչափ սրվեց, ուշ երեկոյան տագնապի վիճակի են բերվել ազգային բանակի ստորաբաժանումները։ Ալեքսան Հարությունյանի ձերբակալության հիմք հանդիսացան Նայիրի եւ Կարեն Հունանյանների ցուցմունքները։ Եղբայրները պնդում էին, որ հոկտեմբերի 27-ի հարձակմանը նախորդած շաբաթներին Նայիրի Հունանյանը մի քանի անգամ հանդիպել է Ալեքսան Հարությունյանի հետ։ Մի հատված Նայիրի Հունանյանի ցուցմունքներից։ Ալեքսան Հարությունյանն ինձ վստահեցրել է, որ Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի պատճառով միջազգային կազմակերպությունները վարկեր չեն տալիս, որ սփյուռքահայերը ներդրումներ չեն անում, եւ որ երկիրը մտել է փակուղի եւ միակ լուծումը Վազգեն Սարգսյանին եւ Կարեն Դեմիրճյանին մեջտեղից հանելն է։ Նման ցուցմունքների առկայության պայմաններում կարող էր թվալ, որ Քոչարյանի որպես նախագահի օրերը հաշված էին։ Եթե անգամ չկար որևէ ապացույց անձամբ նրա ներգրավվածության մասին, միևնույն է, հոկտեմբերի 27-ի հետքերը հստակորեն տանում էին դեպի նախագահական։ Ռոբերտ Քոչարյանը սակայն հանձնվել չէր պատրաստվում։ Դեռ նոյեմբերին 4 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Քոչարյանը հստակորեն հասկացնում էր իր տեսանկյունից գործը բացահայտված է, հայտնի են կատարողները, հայտնի են հանցակիցները, քաղաքական հովանավորներ, ահաբեկիչները չեն ունեցել։ Մարդիկ ձերբակալված են, կատարողները ձերբակալված են, քանի որ ապացույցները կան, սա բացեր արված ամեն ինչ, եւ եթե դուք ուղղակի փորձեք շփվել քննչական մարմինների հետ, մարդկանց հետ, որոնք քննության
տաքնության հետ որևէ կապ ունեին, ապա քեզ կասեն, որ նույնիսկ, այսպես ասենք, գյուղի, այսպես հիմա մենք չունենք, բայց ուչաստկովին այս գործը ի վիճակի է վճռականության դեպքում, ցանկության դեպքում բացել։ Դեկտեմբերի վերջին հրավիրած ասուլիսում Քոչարյանը լրագրողներին խորհուրդ էր տալիս մեծ հավատ չտածել Նայիրի Հունանյանի ցուցմունքների հանդեպ, նաև մարգարեորեն կանխատեսելով, թե զինված խմբի ղեկավարը մի օր իր այդ ցուցմունքները փոխելու է։ Քաղաքացիների պահվածքից մեծ բան կախված ինչ ցուցմունքներ կտան, քանի անգամ կփոխել, շաբաթը մեկ անգամ, թե ամիսը մեկ անգամ։ 2000 թվականի սկզբին առաջին հայացքից կարող էր թվալ, թե Քոչարյանն անելանելի դրության մեջ է։ Առանց զինված ուժերի եւ խորհրդարանական մեծամասնության աջակցության, առանց քաղաքական հենարանի մի իրավիճակում, երբ հոկտեմբերի 27-ի նախաքննության ամեն մի նոր բացահայտում սպառնում էր ել ավելի թուլացնել նախագահի դիրքերը։ Այս ամենը սակայն միայն առաջին հայացքից։ Իրականում Քոչարյանը եւ նրա թիմը ակտիվորեն զբաղված էին կուլիսային շփումներով։ Մամուլում բարբերաբար տեղեկություններ էին հայտնվում Քոչարյանի եւ իշխանության հակառակ թևի այս կամ այն ներկայացուցիչի գաղտնի հանդիպման մասին։ Քոչարյանին հաջողվել էր ամենակարևորը՝ ժամանակ շահել։ Մինչ Արամ Սարգսյանի կառավարությունն ավելի ու ավելի էր խրվում հետ հոկտեմբեր 27-յան տնտեսության օպերատիվ կառավարման ճահճում, Քոչարյանի թիմն ակտիվորեն վերադասավորվում էր, պատրաստվելով անսպասելի հարվածի։ Այն չուշացավ եւ հասցվեց իշխանության Վազգեն Սարգսյանական թևի ամենակարևոր կետին՝ զինված ուժերին։ Մարտի 14-ին Քոչարյանը ժամանեց Պաշտպանության նախարարություն, բարձրագույն հրամանատարական կազմին տեղեկացնելով ծավալուն կադրային փոխատեղումների մասին։ Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններում նշանակելու մասին։ Համաձայն հրամանագրի գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, ազատվելով առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Գեներալ-մայոր Յուրի Խաչատուրովը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, ազատվելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Գնդապետ Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Գնդապետ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Գնդապետ Լևոն Երանոսյանը նշանակվել է առաջին բանակային կորպուսի հրամանատար։ Գնդապետ Սեյրան Սարոյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Ռոբերտ Քոչարյանի մարտի 14-ի հրամանագրերով գնդապետներ Սեյրան Սարոյանին, Հայկազ Բաղմանյանին եւ Գուրգեն Մելքոնյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Երևանյան մամուլի գնահատմամբ Քոչարյանն իր այս հրամանագրերով կարողացավ պառակտել դեռ մի քանի ամիս առաջ իր դեմ միասնական ճակատով հանդես եկող Վազգեն Սարգսյանի զինակիցների տարբեր խմբերին։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը քաղաքական մեկուսացման մեջ էր։ Հոկտեմբերի 27-ից հետո ամենակտրուկ գործողությունների օգտին հանդես եկող ազդեցիկ երկրապահները հակառակը ընդունել էին Քոչարյանի կողմից իրենց շռայլորեն շնորհված կոչումներն ու պաշտոնները։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ ցույց տվեց, որ մի քանի անգամ ավելի խորամանկ է եւ պալատական խարդավանքներում շատ ավելի թերծված, քան իրեն հակադրվող ուժերը։ Բանակին առնչվող երեկվա հրամանագրից բախեցնում է Առավոտ թերթը տակտիկական հաղթանակ վերնագրի ներքո։ Այս հրամանագրերում առավել ուշագրավ է Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի պաշտոնների բարձրացումը, որոնցով հավանաբար նախագահի մտահղացմամբ կապահովի երկրապահների լիակատար լոյալությունը իր հանդեպ։ Նշում է Առավոտը, ենթադրելով նաեւ, թե Ռոբերտ Քոչարյանի հաջորդ քայլն է լինելու Վաղարշակ Հարությունյանի եւ Վահան Շիրխանյանի պաշտոնանկությունը։ Առավոտի կանխատեսումը միանգամայն ճիշտ էր, եթե մի քանի ամիս առաջ թվում էր, թե Քոչարյանն է մեկուսացման մեջ, ապա 2000 թվականի մարտ-ապրիլին արդեն տրամագծորեն հակառակ իրավիճակներ։ Դա ակնհայտ դարձավ այն բանից հետո, երբ ապրիլին մեկը մյուսի հետևից սկսեցին բանտից դուրս գալ հոկտեմբերի 27-ի աբեկչությանը մեղսակցելու մեջ մեղադրվող գործիչներն, այդ թվում Ալեքսան Հարությունյանը։ Շաբաթներ անց Քոչարյանի կանխատեսմանը համապատասխան Նայիրի Հունանյանը եւ նրա եղբայրը կփոխեն իրենց ցուցմունքները, պնդելով, թե նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը հոկտեմբերի 27-ի հարձակման հետ որևէ առնչություն չունի։ Գիտեք, երբ ես համաձայնեցի ստանձնել վարչապետի պաշտոնը 2000 թվականի ապրիլի վերջին 10-օրյակը առանց չափազանցության կարելի էր բնութագրել որպես Արամ Սարգսյանի կառավարության քաղաքական հոգեվարքի շրջան։
Չնայած ազգային ժողովից հնչող գրող հայտարարություններին, թե ուր որը մեկնարկելու է Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը ակնհայտ էր։ Արամ Սարգսյանն ու նրա թիմը զրկվել են այն հաղթաթղթից, որ հնարավորություն էր տալիս նրանց հավասարը հավասարին հարաբերվել Քոչարյանի հետ երկրապահի գործոնից։ Արամ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Վաղար Շաքարությունյանի հրաժարականի մասին հրամանագրերը ընթերցվեցին 2000 թվականի մայիսի 2-ի երեկոյան ժամը 6-ին Հայլուրի հատուկ թողարկման ընթացքում։ Երևանում շրջանառվող լուրերի համաձայն հրաժարականին նախորդել էր Արամ Սարգսյանի եւ Քոչարյանի բավական լարված զրույցը։ Նախագահը ըստ տեղեկությունների 3 վարչապետի առջև մի այսպիսի հարց է բարձրացրել, որ աշխատանքից պետք է ազատի պաշտպանության նախարարին Վահան Շիրխանյանին, Անդրանիկ Քոչարյանին, վարչապետը չի համաձայնվել եւ նախագահն արդեն դրել է վարչապետի պաշտոնանկության հարցը։ Հաջորդ օրն արդեն Ռոբերտ Քոչարյանը հանրապետության հրապարակում էր կառավարության շենքում։ Երկրի ղեկավարն այստեղ էր կառավարության նիստը վարելու համար։ Ներկաների վկայությամբ Քոչարյանը միանգամից անցել էր օրակարգային թեմաներին, առանց նախաբանի, չի հիշատակելով Արամ Սարգսյանի պաշտոնավարման մասին, կարծես երկիրը երբեք նման վարչապետ չէր ունեցել։ Լրագրողներին ներս չէին թողնում եւ մենք դրսում սպասում էինք նիստի ավարտին։ Ու այդ պահին, մինչ մենք սպասում էինք, ճմրթված շորերով, չսափրված մի հարբեցող էր պտտվում մուտքի մոտ եւ ելումուտ անողներից 100 գրամի համար 100 դրամ էր ուզում, բայց նրան ոչ մեկը փող չէր տալիս։ Ես կառավարությունը մի հատ արկագոլիկ չի կարող պահի։ Կառավարության նիստը 2.5 ժամ տևեց։ Մասնակիցներից ով դուրս էր գալիս, իսկույն շրջապատվում էր լրագրողներով։ Հարց Սերժ Սարգսյանին. Դուք մտադիր եք վարչապետ դառնալ։ Ընդհանրապես 2000 թվականի մայիսին արդեն պարզից էլ պարզ էր։ Վազգեն Սարգսյանի գործոնը Հայաստանի քաղաքական կյանքում վերջնականապես չեզոքացվել է։ Հոկտեմբերի 27-ից ընդամենը կես տարի անց Վազգեն Սարգսյանի վերջին ամենահավատարիմ զինակիցները հեռանում էին իշխանությունից։ Իշխանական երկբևեռ համակարգը, որ Հայաստանի առանձնահատկությունն էր 1998-ի փետրվարից Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո այլևս անցյալում էր։ Գալիս էր մի նոր ժամանակաշրջան, երբ բոլոր կարևոր որոշումները պետք է կայացվեին մեկ տեղում իշխանավորների մեկ շատ սահմանափակ խմբի կողմից։ Ժամանակաշրջան, որ կտևի շուրջ 2 տասնամյակ, ծնելով իր հերոսներին ու հակահերոսներին։